Այսուհետև վաճառողը պարտավոր կլինի ապահովել, որ գնորդին փոխանցված ապրանքը լիովին համապատասխանի ինչպես պայմանագրով նախատեսված պայմաններին, այնպես էլ այն հատկանիշներին, որոնք սպառողը կարող էր ողջամտորեն ակնկալել տվյալ ապրանքից։ Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի նոր օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ են մտնելու հուլիսի 1-ից։ Այս իրավական փոփոխությունների առանցքային հարցը սպառողների իրավունքների պաշտպանության մոտեցումներն են ԵՄ-ի ստանդարտներին համապատասխան։ Խոսքը վերաբերում է կենցաղային տեխնիկային, հագուստին, կոշիկին, ինչպես նաև թվային տարրեր պարունակող ապրանքներին ու ծառայություններին։ Եթե օրինակ գնորդը պատվիրել է որոշակի բնութագրերով հեռախոս, սակայն ստացել է այլ հիշողությամբ կամ գույնի սարք, կամ եթե ապրանքը չի կատարում այն գործառույթները, որոնց մասին նախապես համաձայնություն է ձեռք բերվել, ապա այն կհամարվի չհամապատասխանող։ Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ապրանքը չի տրամադրվում անհրաժեշտ պարագաներով, հրահանգներով կամ խոստացված թարմացումներով։ Կարգավորումների հիմնական նպատակը հետևյալն է՝ սահմանել վաճառողների համար հստակ չափանիշներ, հստակ պահանջներ, թե ինչպիսի ապրանք պետք է վաճառվի վերջիններիս կողմից եւ այդ ապրանքի չհամապատասխանելու պարագայում ինչ հետևանքներ կառաջանան վաճառողների համար։ Նոր կարգավորումներով սահմանվում են նաև հստակ ժամկետներ։ Նոր ապրանքների դեպքում գործում է 2 տարվա երաշխիքային ժամկետ, իսկ օգտագործված ապրանքների համար առնվազն 1 տարի։ Բացի այդ, եթե գնորդը հայտնաբերում է թերություն, դրա մասին պետք է վաճառողին տեղեկացնի հայտնաբերման պահից 2 ամսվա ընթացքում։ Ընդ որում, օգտագործված ապրանքը իրացնելիս վաճառողը պետք է հստակ սպառողին ներկայացնի այդ ապրանքի հնարավոր թերությունները, քանի որ օգտագործման արդյունքում մաշվածության հարց կա եւ մի շարք այլ խնդիրներ կան եւ նախապես սպառողը պետք է տեղեկացված լինի դրա մասին։ Նոր կարգավորումներով սպառողը չի կարող միանգամից պահանջել վաճառքի պայմանագրի լուծարում, եթե ապրանքի հայտնաբերված թերությունը համարվում է աննշան։ Այս դեպքում վաճառողն է պարտավոր ապացուցել, որ թերությունը էական չէ եւ հնարավոր է վերացնել առանց ապրանքի փոխարինման կամ գործարքի չեղարկման։ Վերանորոգման հետ կապված շատ կարևոր է ընդգծել, դա համատեքստն է կապված վերանորոգման գործընթացում համապատասխան, այսպես ասած, առողջ դետալների մասով ընկերության պատասխանատվության հետ, ու այստեղ օրենսդրությունը հստակ ամրագրում է, որ օրինակ, եթե ձեզ պետք է X ապրանքի համար X դետալը փոխել, բայց այդ փոխելու ընթացքում պետք է փոխվի եւս 4 այլ դետալ, որոնք որ համապատասխանային, այդ ամենը պետք է իրականացվի վաճառողի հաշվին։ Պատասխանատուները արդեն իսկ խորհուրդ են տալիս վերանայել պայմանագրերը, երաշխիքային պայմանները եւ գովազդային հայտարարությունները, որպեսզի հուլիսի 1-ից գործող նոր կանոնները խնդիրների պատճառ չդառնան, իսկ սպառողների համար փոփոխությունները կարող են դառնալ լրացուցիչ երաշխիք, որ գնված ապրանքը պետք է համապատասխանի ոչ միայն գովազդին, այլև իրականությանը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։